Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Քիրք ծննդոց 33-րդ գլուխ Հակոբ գահանտիբի Եսավի։ Հակոբ իր աչքերը վերցուց ու նայեցավ, եւ ահա Եսավ գուքար ու անոր հետ 400 մարդ։ Ուստի իր զավակները Լիայի, Ռաքելի եւ երկու ըստրգուհիներուն բաժնեց։ Ըստրգուհիները արջևը դրավ իրենց զավակներով, Լիան իր զավակներով յետևը, ու Ռաքելը եւ Հովսեփը բոլորին յետևը։ Իսկ ինք անոնց արջև անցավ ու 7 անգամ մինչև գետին խոնարելով երկրբակեց, մինչև որ իր եղբոր մոտեցավ։ Եսավ վազեց զայն թիմավորելու, զայն քրգեց, անոր վիզին վրա ինգավ, զայն համբուրեց եւ լացին։ Եսավ իր աչքերը վերցուց գիներն ու զավակները տեսավ եւ ըսավ. ասոնքու ինչը թեն։ Անա լսավ. Աստուծո քու ծարայիդ բարգեված զավակներն են։ Այն ադեն ըստրգուհիներն ու անոնց զավակները մոտեցան եւ երկրբակեցին։ Լիայալ մոտեցավ իր զավակներով ու երկրբակեցին։ Հետո Հովսեփ եւ Ռաքել մոտեցան եւ երկրբակեցին։ Եսավ ըսավ. Ինչ է այս ամբողջ խումբդ, որուն հանդիպեցա։ Հակոբ ըսավ. իմ դիրոջս արչև շնորհ գտնելու համար է։ Եսավ ըսավ. ես շատ ունիմ, եղբայրս, քուգդ քեզի էլա։ Հակոբ ըսավ. ոչ, գաղերսեմ։ Եթե այժմ արչևդ շնորհ կդա, իմ ցերքես ընդունեն ձաս, քանի որ քու երեսդ Աստուծո երեսը դեսնելու բես տեսա եւ ինձի հաջեցար։ Գաղերսեմ, ար քեզի փերված ընձաս, որովհետև Աստված ողորմեցավ ինձի, ու ես ամեն բան ունիմ, եւ ստիպեց զայն անալ ընդունեց։ Աբա ասավ. մեկնինք, երթանք, ու ես քո արջևետ կքալեմ։ Հակոբ անոր ըսավ. իմ դերս գիտե թե զավակները փափուկ են, եւ ինձի հետ եղող ոչխարներն ու արջարները գաթնդու են։ Եթե մեկ օր բռնությամբ վարեն զանոնք, բոլոր ոչխարները պիտի մեռնին։ Գաղերսեմ, իմ դերս թող անցնի իր ծառային արջև, ու ես գամած երթամ արջևս եղող անասուններուն ոտքով եւ զավակներուն ոտքով, մինչև որ տիրոջս Սեիր հասնիմ։ Եսավ ըսավ. գաղերսեմ, ինձի հետ եղող ժողովուրդեն մասը քուքովը ցկեմ։ Անա լսավ. ինչ պետքա, թող շնորհ գտնեմ տիրոջս արջև։ Այսպես Եսավ այդ օրը իր ջամփան վերադարձավ թեպի Սեիր։ Հակոբ սոկով մեկնեցավ ու իրեն դումը գառուցանեց եւ իր խաշինքին դաղավարներ շինեց, ադոր համար այդ դերին անունը Սոկովտ գոչվեցավ։ Հակոբ միջակետքեն եկած ադեն Սուկեմացիներուն Սաթեմ քաղաքը հասավ, որ Քանանի երկրի մեջ է, ու քաղաքին արջև փանագեցավ։ Արդին բաժինը, ուր իր վրանը լարաձեր, Սուկեմի հոր Եմովրի որդիներեն քնեց 100 գդոր արծաթի, եւ հոն զոհասեղամը կանգնեցուց ու անունը Էլոլոհե Իսրայել գոչեց։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։